Ռուսաստանն այս անգամ չի խոչընդոտի Հայաստանի ու Եվրամիության միջև նոր փաստաթղթի ստորագրմանը։ Եվրոպական միության ներկայացուցիչ Գունար Վիգանդը հուսով է, որ այս անգամ ձախողում չի լինի։ Չեմ սպասում որևէ միջամտություն։ Մենք այնպիսի իրավիճակում չենք, որ մեր առաջ կանգնած է կամ-կամը։ Ղազախստանի հետ մենք նույնպես նման բանակցություններ ենք վարում։ Գունար Վիգանդը Երևանում մասնակցում է Հայաստան-Եվրամիություն համագործակցության կոմիտեի հերթական նիստին։ Եվրամիության արտաքին հարաբերությունների խորհուրդը մոտ 1 ամիս առաջ լիազորեց Եվրահանձնաժողովին Հայաստանի հետ բանակցությունները սկսել նոր շրջանակային համաձայնագրի շուրջ։ Նախորդ բանակցությունները տևեցին 3.5 տարի, սակայն ասոցիացման պայմանագիրն այդպես էլ չստորագրվեց։ Այս անգամ մենք որոշել ենք, որ բանակցելու եւ ստորագրելու ենք համաձայնագիրը։ Մենք ուզում ենք ունենալ լավ եւ կայուն համաձայնագիր, առևտրային եւ ներդրումային լավ պայմաններ ստեղծելու համար։ Ըստ եվրոպացի պաշտոնյայի, իրենք լավ գիտակցում են, որ Հայաստանը ԵՏՄ անդամ է, ինչը բանակցություններում հաշվի առնում են։ Չեմ կարծում, որ մեծ փոփոխություններ կլինեն արտաքին եւ ներքին քաղաքականության ոլորտներում, սակայն փոփոխություններ լինելու են առևտրի եւ ներդրումային քաղաքականության մեջ, որովհետեւ դա նախընտրած ուղղություն է։ Եվրոպական միությունը հետևում է նաեւ Հայաստանում սահմանադրական փոփոխությունների գործընթացին։ Մեր գործը չէ կանխատեսել, թե ինչպես կանցկացվի հանրաքվեն։ Երբ այդ տեղի կունենա, մենք կարող ենք նոր գնահատել։ Գունար Վիգանդի համոզմամբ ոչ այնքան առաջնային է, թե ինչպիսին է պետության կառավարման համակարգը, այլ թե ինչպես է այն կառավարվում։